Հարկային օրենսգիրքը առհասարակ կարևորագույն այն իրավական փաստաթուղթն է, որը որ լիարժեքորեն պետք է կարգավորի նաև մեր երկրի քաղաքացիների եւ պետության փոխհարաբերությունները եւ առհասարակ որպես այդպիսին Հայաստանում ներկայումս տեղի ունեցող մի գործընթացի եւ դրանից բխող մի քանի հետևանքներին չեմ կարող չանդրադառնալ։ Օրեր շարունակ ազգային ժողովի նիստերի օրերին զուգահեռ մի քանի հարյուրավոր փոքր միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մեր երկրի քաղաքացիներ իրենց օբյեկտիվ դժգոհությունն էին ներկայացնում ազգային ժողովի հարակից տարածքում, ընդ որում ազգային ժողովի բոլոր 4 խմբակցություններին նրանք նաև գրավոր տեսքով եւ մի քանի հազար փոքր միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացիներ իրենց դժգոհության դիմումն են ներկայացնելով, որ նրանց նկատմամբ անհամաչափ քաղաքականություն է վարվում։ Ավելի հստակեցնեմ, 3 ամիս պարոն Միրումյան, պետական ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյա, կարելի է փոքր միջին, շատ փոքր ծավալ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացուն նեղություն տալ։ 3 ամիս շարունակ, օրը մի քանի անգամ, առանց սափրված դեմքով, չներկայանալով, վերջին դեպքերի ժամանակ չգիտեմ որքանով եք տեղյակ թե չէ, բախումները արդեն տեղի ունենում, վրաերթի ենթարկված քաղաքացի ունենք։ Ոնց եք մեկնաբանում այս իրավիճակը։ Ակնհայտ չի, որ այս իրավիճակում մնում է մի գնահատական տալ, որ միտում կա ակնհայտորեն քաղաքականություն իրականացնել։ Այս օրենքի նախագծի շրջանակներում, քանի որ անմիջականորեն առնչվում է փոքր միջին ձեռնարկատերերին, անհնար է չարձանագրել եւ չբարձրաձայնել այս խնդիրների հետ կապված։ Եվ մի բան հասկացեք, այդ փոքր ծավալներով առևտուր կազմակերպող կամ ապրանք ներկրող մեր երկրի քաղաքացիները, որպես կանոն, նրանք արդեն վարկեր են վերցրել, որպես իրենց բիզնեսը կայացնել։ Նրանց մեծ մասը արդեն իրենց վարկերով են փակում, որքան կարելի է հարկային այս տերորը շարունակել։